Սթիվեն, բախտդ բերել է, որ Բասքեն Ռոբինսն է վարում քո օրիենտացիան շրջանային կենտրոնի խորհրդի անդամ դառնալու համար։ Անցյալ տարի, երբ ես միացա իմ տեղական խորհրդին, ոչ մի հայտնի մարդ չկար։ Այո, Մայա, ծառայությունների համակարգողս ճիշտ էր։ Քեզ դուր է գալիս լինել խորհրդի կազմում եւ ինձ նույնպես։ Եվ սա շատ ավելի հետաքրքիր է լինելու, քան կատուների որդեգրման կամավորությունը շներից զբոսայգում։ Վայ, չէի նկատել, որ վաքսինել ես հետդ բերել։ Օ, այո, նա շատ հետաքրքրված է 501-3 կառավարման հարցերով։ Տիկնայք և պարոնայք, խնդրում եմ սափարեք այն մարդուն, որին Սանտա Մարիա Սթրիփ Մոլ Ֆլեյերը 2006-ի մարտին անվանել է կիսով չափ լավ խաղ շոուի վարող, դիմավորեք Բասքեն Ռոբինսին։ Շնորհակալություն շատ։ Ինձ համար պատիվ է ողջունել ձեզ այսօրվա օրիենտացիոն սեմինարում եւ ընդամենը 15 րոպեում դուք կստանաք ամբողջ տեղեկատվությունը խորհրդի անդամ լինելու մասին։ Նախ կարճ զգուշացում։ Այս սեմինարը չի տալիս խորհրդի անդամ դառնալու գիտելիքներ, ընդամենը համառոտ ակնարկ է բարդ համակարգի եւ կառավարման մասին։ Սակայն պարոն Ռոբինսի պայմանագրով պետք է ընդունենք, որ նա գիտի ամեն ինչ։ Ինչ է Կալիֆոռնիայի շրջանային կենտրոնների համակարգը։ 1969 թվականին Կալիֆոռնիայի օրենսդիր մարմինն ընդունեց Լանթերմանի ակտը, որը ստորագրեց նահանգապետ Ռեյգանը։ Այդ օրենքը իրավունք տվեց IDD, այլ կերպ ասած, մտավոր կամ զարգացման խնդիր ունեցող մարդկանց ստանալ աջակցություն ողջ կյանքի ընթացքում։ Լանթերման? Դա Դեքստերի սիրած սուպերհերոսական շոուն չէ։ Ճանապարհ բացեք Լանթերմանի համար։ Յուպիտերի օղակներ, հետևեք թռչողափսեին։ Հա, դա պարզապես զուգադիպություն է։ Ակտն ընդունվեց ծնողների ջանքերով, ովքեր ցանկանում էին, որ իրենց հաշմանդամություն ունեցող երեխաները ապրեն ու զարգանան համայնքում։ Փորձնական փուլում 2 կենտրոն բացվեց, որոնք սպասարկեցին 559 մարդու։ 2024-ին արդեն 21 անկախ շրջանային կենտրոններ աջակցում են ավելի քան 400,000 կալիֆոռնիացու, որոնք ունեն մանկական ուղեղային կաթված, աուտիզմ, էպիլեպսիա, մտավոր խնդիրներ եւ այլն։ Իսկ ինչու 21։ Դե լսեք։ Օ, ես գիտեմ։ Մայա, դու եղել ես իմ մյուս սեմինարներին։ Դու գիտես, որ իմ բոլոր հարցերը միտումնավոր հռետորական են։ Դե որպեսզի ես ինքս պատասխանեմ։ Բայց քանի որ մենք ընկերներ ենք, շարունակիր։ Լանթերմանի ակտի նպատակը եղել է համայնքային կարիքներին արձագանքելը, ոչ թե պետական համակարգ ստեղծելը։ Կալիֆոռնիան այնքան մեծ եւ բազմազան բնակչություն ունեցող նահանգ է, որ այն 21 կենտրոնի բաժանելը հնարավորություն է տալիս ծառայությունները լոկալիզացնել։ Ծառայություններն իրականացվում են կենտրոնների միջոցով, որոնք ծանոթ են իրենց համայնքի կարիքներին, լեզվին ու սոցիալ-տնտեսական պայմաններին։ Նրանք նաեւ գիտեն ումից կարելի է ծառայություն ստանալ եւ ինչպես լավագույնս աջակցել համայնքին։ Վայ, շատ լավ ասացիր։ Ես պատրաստվել էի։ Դե ես ուզում եի ասել, որովհետև դա օրենք է, բայց քո բացատրությունն էլ կընդունվի։ Դե եկեք շարունակենք։ Այդ փոքր փորձնական ծրագիրը 6 տասնամյակում դարձել է հսկայական մի համակարգ։ Շրջանային կենտրոններն այսօր աջակցում են հազարավոր մարդկանց, իսկ նրանց տարեկան բյուջեն կազմում է 300-ից մինչև 800 միլիոն դոլար։ 2024 թվականի տարեկան բյուջեն հասել է գրեթե 15 միլիարդի։ Ներեցեք։ Այո, Մայա, բայց միայն մի կարճ հարց, խնդրում եմ։ Դա մեծ գումար է։ PowerPoint պրեզենտացիա ունեք այդ ամենին հետևելու համար։ Դե, այո։ Ով է կառավարում գումարը։ Ինչպես է պետությունը վերահսկում, որ ծառայի նպատակին։ Ով է վերահսկում, որ կենտրոնները հետևեն օրենքին։ Ով է սահմանում կանոնները շրջանային կենտրոնների համար։ Շնորհակալ եմ, Մայա, քո մեկ կարճ հարցի համար։ Զարգացման ծառայությունների դեպարտամենտը DDS-ը վերահսկում է այս ամբողջ համակարգը։ Նրանք ունեն պայմանագիր յուրաքանչյուր շրջանային կենտրոնի խորհրդի հետ, որտեղ սահմանված են պարտադիր գործառույթներ, ֆինանսավորում ստանալու եւ Լանթերմանի օրենքին հետևելու համար։ DDS-ը սահմանում է կանոնները եւ ֆինանսավորում անկախ շրջանային կենտրոններին, որոնք կառավարում են ծրագիրը։ Պայմանագիրը 85 էջ է եւ այն ձեզ համար բառ առ բառ կներկայացնեմ։ Շատ լավ, դրա փոխարեն ձեզ կներկայացնեմ պայմանագրի համառոտ նկարագրությունը։ Այն սահմանում է թույլատրելի եւ արգելված ծառայությունները, նաեւ այն, թե ինչպես կարող են զարգացման խնդիրներ ունեցող անձինք ընդգրկվել շրջանային կենտրոնի ծրագրում։
պետք է նշել, որ DDS-ը վերահսկում է ֆինանսական կառավարումը, կոնտրակտորներին, արդյունավետությունը, վերլուծությունը, անձնակազմը, մշտադիտարկումն ու հաշվետվությունը ներկայացնում նահանգային եւ դաշնային կառավարությանը, որը ֆինանսավորում է տարեկան բյուջեի մոտ 40%-ը։ DDS-ը պետք է հսկի, որ պայմանագրի բոլոր կարգավորումներն ու պահանջները կատարվեն։ Հակառակ դեպքում ֆինանսավորումը կարող է վտանգվել։ Այս գործառույթների համար դեպարտամենտն ունի 700-ից ավելի աշխատակից։ Այո, պարոն։ Հեյ, ընկեր, եթե DDS-ն ամեն ինչ անում է, ուրեմն ինչի համար է պետք տնօրենի խորհուրդը։ Սիրով կպատասխանեմ հարցին։ Վերջի վերջո ես այս սեմինարի համար վարձատրվում եմ։ Թեև նահանգը վերահսկում է ամբողջ համակարգը, յուրաքանչյուր կենտրոնի տնօրենների խորհուրդը պատասխանատու է օրենքի ու պայմանագրի պահանջների կատարման եւ համայնքի արդյունավետ սպասարկման համար։ Խորհրդի կազմը պետք է արտացոլի տեղական համայնքը, իսկ անդամները ունենան համապատասխան գիտելիքներ ֆինանսական, կառավարման եւ IDD ոլորտներում։ Այսինքն խորհրդի անդամների 25%-ը պետք է լինեն զարգացման խնդիրներով անձինք, իսկ ընդհանուր կազմը արտացոլի տեղական էթնիկ բազմազանությունը։ Կարծես մի փոքր շատ է։ Այո, եւ խորհրդի ոչ մի անդամից չի պահանջում լիարժեք տիրապետել շրջանային կենտրոնի բոլոր մանրամասներին։ Դրա համար էլ կենտրոնները աշխատանքի են ընդունում հարյուրավոր մասնագետների, որոնք լուծում են ամենօրյա հարցերը։ Դու եւ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունեք բազմաթիվ հնարավորություններ հասկանալու շրջանային կենտրոնի ընդհանուր վիճակը, սկսած խորհրդին հաշվետու աշխատակցից։ Կարծես թե հենց նոր նշեց, որ հարյուրավոր աշխատակիցներ կան։ Այո, խորհուրդը աշխատում է միայն մեկի՝ գործադիր տնօրենի հետ, բարձեցնելով ինֆորմացիայի ստացումը։ Ճիշտ է։ Այդ անձը բարձրակարգ մասնագետ է հաշմանդամությունների, սոցիալական ծառայությունների եւ կառավարման ոլորտներում։ Երկար եւ մանրակրկիտ որոնումից հետո ընտրված լավագույն տեխնացուները կազմակերպում են կենտրոնի ամենօրյա աշխատանքը։ Նրանց թիմի գլխավոր խնդիրը DDS-ի պայմանագրի պահանջների մանրամասն ուսումնասիրությունն ու կատարումն է։ Դու եւ խորհրդի մյուս անդամները պետք է պարբերաբար ծանոթանաք շրջանային կենտրոնի աշխատանքի մասին հաշվետվություններին, որոնք տրամադրում է գործադիր տնօրենի թիմը։ Եթե ունես որևէ հարց կամ մտահոգություն, քո պարտականությունն է դիմել գործադիր տնօրենին։ Ես չհասկացա, պարոն Քեն Ռոբինս։ Հենց նոր ասացիք, որ ամեն ինչ իմանալ պետք չէ, ուրեմն ինչպես կարող ենք։ Հենց դա է ուզում ասել։ Նահանգը պահանջում է, որ շրջանային կենտրոնները մշտապես այսպիսի վերապատրաստումներ կազմակերպեն։ DDS-ն էլ իր հերթին նյութեր է տրամադրում։ Գործադիր տնօրենը պետք է համոզվի, որ խորհրդի անդամներն ունեն հստակ պատկերացում շրջանային կենտրոնի գործունեության սկզբունքների եւ ֆինանսական վիճակի մասին։ Հասկանա, թե ինչպես է կենտրոնը ուշադրություն դարձնում այն բնակչությանը, որին ծառայում է, եւ ծրագրի հետագա զարգացումը։ Հենց սովորես ամեն ինչ հեշտ կլինի քեզ համար, Սթիվեն։ Դասընթացները լավն են, անդամներն էլ օգնում են իրար։ Կրկին ճիշտ ես, Մայա, կարծես նախորդ դասերս հավանել ես։ DDS-ը նաև հետևում է, որ խորհրդի անդամները կատարեն գործառույթները։ Ի տարբերություն կենտրոնի աշխատակիցների, այն քեզնից լրիվ դրույթ չի պահանջում։ Այդուհանդերձ խորհուրդ է տրվում շրջանային կենտրոնից ճշտել, թե սովորաբար ամսվա ընթացքում քանի ժամ է պահանջվում։ Որպես կամավոր դու մասնակցելու ես լիագումար նիստերին։ Կլինեն նաև նմանատիպ վերապատրաստումներ։ Պետք է նաև ընդգրկվել հանձնաժողովներում, օրինակ ֆինանսների, համայնքի ծառայությունների կամ խորհրդատվական խմբում։ Այսինքն ես աշխատելու եմ ընտանիքների եւ մյուս աշխատակիցների հետ։ Ուրախ եմ, որ հարցրեցիր, եւ քեզ հաճելի կլինի իմանալ, որ պատասխանը 100%-ով ոչ է։ Ոչ։ Ոչ։ Իրականում այդպես անել չի կարելի, եւ դրա համար կարևոր պատճառ կա։ Նախ խորհրդի դերն ամեն մանրուքի մեջ խորանալը չէ։ Այդ դեպքում դու չես նկատում ընդհանուր ուղղությունը։ Քո գործը ամբողջական պատկերին հետևելն է։ Բացի այդ, մարդիկ պաշտպանված են ըստ անձնական կյանքի անձեռմխելիության իրավունքի, եւ նույնիսկ խորհրդի անդամները չեն կարող տեղեկություն ունենալ ուրիշների մասին։ Դուք պետք է հետևեք, որ համապատասխան աշխատակիցներն արդյունավետ ծառայություններ մատուցեն եւ պետք չէ ներգրավվեք առօրյա գործերին։ Ամիսներ առաջ ընկերներիցս մեկն ինձ խնդրեց օգնել իրեն։ Երբ հարցրեցի տնօրենին եւ խորհրդի նախագահին, նրանք ինձ արգելեցին դա անել։ Եթե ինձ թույլատրվեր, ապա խորհուրդը կօգներ միայն իրենց ընկերներին։ Արդար չէր լինի շրջանային կենտրոնի 20,000 մարդկանց նկատմամբ։ Դա ինձ դուր է գալիս։ Արդար խաղ է։ Ես անվանում եմ արդար խաղ։ Եթե խորհուրդը միջամտի գործընթացներին կամ արտոնություններ ստանա, դա ոչ միայն անարդար է, այլև կխանգարի օբյեկտիվ աշխատանքին։ Հիշեք, դուք պետք է ամենավերևից հետևեք եւ համոզվեք, որ ամեն ինչ արվում է այնպես, ինչպես հարկն է։ Հսկելու եւ միջամտելու միջև նուրբ սահման կա։ Այսպես ասած, աչքը վրան, ձեռքերը հեռու։ Ես այս մոտեցումն անվանում եմ աչքը վրան, ձեռքերը հեռու։ Բասկին Ռոբինս, իրավունքները պաշտպանված են։
Աչքի վրան նշանակում է խորհրդի անդամները հետևում են աշխատանքին, վերլուծում եւ քննարկում են։ Իսկ ձեռքերը հեռու նշանակում է, որ դու ուղղակիորեն չես խառնվում շրջանային կենտրոնի ամենօրյա գործերին։ Եվ հիշեք, լրիվ նորմալ է, երբ խորհրդի ոչ բոլոր անդամներն են համակարծիք։ Յուրաքանչյուրն ունի իր ձայնը, բայց վերջնական արդյունքը որոշվում է մեծամասնությամբ։ Սակայն, երբ խորհուրդը որոշում է ընդունում, քո ֆիդուցիար պարտականությունն է այն ներկայացնել որպես խորհրդի միասնական դիրքորոշում եւ ապահովել միասնություն։ Ֆիդուցիար։ Ես նույնիսկ չգիտեմ ինչ է դա նշանակում։ Իրականում ոչ ոք չգիտի։ Նշանակում է, որ ձեր պարտականությունն է լինել վստահության արժանի եւ ցանկացած գործողություն կատարել կազմակերպության օգտին, ոչ թե ձեր։ Լավ է, արդեն մեկը կա։ Դրա հետ մեկտեղ մի կարևոր բան եմ ուզում ավելացնել, որն ինձ համար էլ դեռ պարզ չէ։ Շրջանային կենտրոնի խորհրդի անդամ լինելով պետք է խուսափեք շահերի բախումից։ Դուք չպետք է զբաղվեք այլ գործով, որը ձեզ կստիպի գերադասել այդ շահը խորհրդի շահերից։ Նախ եւ առաջ պետք է մտածես կազմակերպության մասին, որ օգուտ ստանան բոլորը։ Դե տիկնայք է պարոնայք, ես ավարտում եմ ելույթս շրջանային կենտրոնի խորհրդի անդամ լինելու թեմայով։ Իսկ այժմ ես պարտավոր եմ, այսինքն կցանկանայի լսել ձեր հարցերը։ Կարծում ես արժեյլի հարց տալ։ Արիելի հարց տանք։ Կպատմեք հանրային մեկնաբանությունների ընթացակարգի եւ վարքականոնի մասին։ Հանրությունը, ժողովուրդը, մեծ փորձարկումը, որի վրա հիմնվեց մեր երկիրը։ Այո, Կալիֆոռնիայի օրենքով խորհրդի նիստերը բաց են հանրության համար, եւ մարդիկ կարող են հարց տալ հատկացված ժամանակում։ Շատ մեկնաբանություններ տեղեկատվական են եւ դրական են ազդում կենտրոնի աշխատանքի վրա։ Սակայն երբեմն մարդիկ նիստերի ժամանակ բարձրաձայնում են իրենց անձնական հարցերը եւ անապահ լուծում կամ արձագանք պահանջում։ Սա խնդիրներ է ստեղծում, քանի որ այստեղ գործում է կոնֆիդենցիալությունն ու խորհրդի արգելքը, չմիջամտել անհատական դեպքերին կամ իրավիճակներին։ Նման դեպքերում խորհուրդը եւ կենտրոնի անձնակազմը պարտավոր են հարգալից եւ քաղաքավարի լսել։ Նրանք փաստագրում են իրավիճակը, իսկ հետո խորհրդի նախագահն ու գործադիր տնօրենը որոշում են, ով պետք է զբաղվի դրանով։ Սա օգնում է ավելի խորությամբ ուսումնասիրել բարձրացված հարցերը, խուսափել հուզական կամ միայն օգնելու ցանկության վրա հիմնված արձագանքներից։ Եվ եթե այլ հարցեր չկան, տեսնում եմ առաջին շարքում նստած գրյան հարց ունի։ Քանի որ իսկապես վստահ չեմ, թե ինչ են անում նման իրավիճակներում, ուստի կլսեմ երիտասարդի հարցը։ Հարցս հետևյալն է. որտեղ գրանցվենք։ Գերազանց է։ Կարող եք այցելել ձեր շրջանային կենտրոնի կայք եւ լրացնել դիմումը, կամ կապ հաստատել դիմելու գործընթացում նրանցից օգնություն ստանալու համար։ Համայնքի անդամներն, ովքեր ուզում են կամավոր լինել, կարող են դիմել ծառայությունների համակարգողին, սակայն մինչ այդ թույլ տվեք ձեզ հետ կիսվել մի խորհրդով, որը հորից եմ լսել, երբ դեռ պատանի էի։ Նախքան կամավոր դառնալը ցանկալի է, որ մասնակցեք մի քանի խորհրդի նիստերի, այդպես կհամոզվեք, որ դա համապատասխանում է ձեր սպասումներին։ Համայնքին այս կերպ ծառայելը մեծ պատիվ եւ արտոնություն է, ինչպես այսօր հասկացանք, դա նաեւ պատասխանատվություն է։ Պատրաստ եղեք անհրաժեշտ ժամանակ եւ ջանք նվիրել։ Վերջում, սեմինարից հետո կսպասեմ նախասրահում, կստորագրեմ իմ ինքնակենսագրականի օրինակները, մի շերեփով Բասքեն Ռոբինսի պատմությունը։ Ատորվեց։ Բարի գիշեր բոլորին։ Պարզապես հրաշալի էր։ Դա ուղղակի հոմռան էր։ Մենք հոյակապ թիմ կդառնանք։ Ինչ կարծիք ես, Վաքս։ Վաքս։ Օ, Վաքս։